Հացի կինը օրերս նորից թանկացավ, երևույթն էլ համապատասխան արձագանքն ունեցավ սպառողների մոտ։ Մարդիկ դժգոհում են, թեև թանկացումը կտրուկ չէր, այդուհանդերձ բնակիչների սպառողական զամբյուղին բացասաբար ազդող էր։ Քաղաքացիների բողոքը վերաբերում էր նաև հացի որակին։ Դե իհարկե որ վատա որ թանկացել է։ Ժողովրդի վիճակը առանց էլ մի նորմալ չի, հիմա էլ ավելի թանկ։ Հացը որ թանկացավ, աղջիկ ջան, ամեն ինչ էլ թանկանալու է իրար հետ։ Վատա որ թանկացել է։ Դե ամեն դեպքում արձագանք հնչվի, առանց արձագանքի գնալով կթանկացվի ու կթանկացվի։ Ավելի լավ է ինչ որ միջամտություն ժողովրդի կողմից լինի։ Կա մեր խոսքը ասենք, որ շատ դժվար է ապրել այս պայմաններում, հացը են մթերքնա, որ ամեն օր պետք է անհրաժեշտ է, մանավանդ մեր հայ ազգը հացը շատ է օգտագործում։ Պետք է այդ հարցով մեր կառավարությունը զբաղվի։ Հիմա ամեն ինչն է թանկանում, ու մենք արդեն մեր համար սովորական է դարձել, որ պետք է վատ ապրենք, այդքան բան։ Ռուսաստանում փորձագետները տեռոկոստոսին կանխատեսել էին մինչև տարվա վերջ հացի գնի 10-15% թանկացում, իսկ հացի հումք մենք հիմնականում Ռուսաստանից ենք ներկրում։ Հետևաբար հայաստանյան թանկացումները եւս որոշակիորեն կանխատեսելի պիտի լինեին։ Միայն թե մեզանում գները բարձրացան, իսկ քաշերը տեղում մնացին։ Դե քաշ չկա։ Այսքան հաց են թխում, վերեսկարում կես կիլո չկա։ Հացի քաշը կես իր գրված այդ քաշին չի համապատասխան, համարյա կես քաշա։ Չի բատ, օրինակ 7 հոգու համար ես հիմա 4 հաց վերցնում եմ, էլի չի բավականացնում մեծ հացերից։ Եվ եթե պետական մարմինները օբյեկտիվորեն չեն կարողանում թանկացումների դեմն առնել, ապա պետք է գոնե հետևողական լինեն, թե որքանով են համապատասխանում առաջարկվող գինը քաշին։ Այս դեպքում կարծում ենք հասարակության կողմից դժգոհությունները ավելի քիչ կլինեն։ Մարգարիտա Հովհաննիսյան, Աշոտ Մնոյան, Սլակ AM։